Միլիոնավոր տարիներ առաջ մեր երկիր մոլորակը չի եղել այնպիսին, ինչպիսին այսօր է։ 200 միլիոն տարի առաջ եղել է մեկ մայրցամաք՝ Պանգեյը։ Այնուհետև այն բաժանվել է Գոնդվանայի և Լավրազիայի։ Դրանցից էլ առաջացել են այսօրվա 6 մայրցամաքները։ Մայրցամաքների շարժի տեսությունը առաջ քաշեց գերմանացի գիտնական Ալֆրեդ Վագները։ Նա նկատեց, որ մայրցամաքների ափագծերը համընկնում են։ Վագները ուսումնասիրեց կենդանիների և բույսերի բրածոների համընկնումը։ Նման էին նաև երկրաբանական կառույցները, բայց այդպես չէր կարող լինել, քանի որ նրանց բաժանում էին հսկայական օվկիանոսներ։ Վագները չկարողացավ ապացուցել, թե ինչու Պանգեյը տրոհվեց։ Առաջ քաշվեց նոր տեսություն, որ կոչվեց սալերի տեկտոնական շարժ։ Եկեք դիտարկենք երկրի կառուցվածքը։ Երկիրը ունի շերտավոր կառուցվածք։ Այն կազմված է երկրակեղևից, մանտիայից, արտաքին միջուկից և ներքին միջուկից։ Երկրակեղևի և մանտիայի միջև գտնվում է թուլոլորտը։ Թուլոլորտը բաժանվում է տարբեր մեծ և փոքր տեկտոնական սալերի, որոնք կարծես փազլ լինեն։ Նրանք բոլորը գտնվում են մանտիայի վրա, որը հրահեղուկ զանգված է և անընդհատ շարժվում է շարժելով այդ սալերը։ Եվ ոչ թե մայրցամաքներն են շարժվում, ինչպես պնդում էր Վագները, այլ տեկտոնական սալերն են շարժվում։ Քանի որ այդ սալերը իրար շատ մոտ են, յուրաքանչյուրի շարժը ազդում է մյուսի վրա։ Նրանք կարող են շարժվել դեմ դիմաց։ Այս դեպքում կարող է լինել 3 տարբերակ։ Առաջին տարբերակ, երբ երկու մայրցամաքային սալեր մոտենում են սեղմելով առաջացնում են լեռներ։ Օրինակ, Հիմալայան լեռները այդպես են առաջացել։ Երկրորդ տարբերակ, երբ իրար են բախվում օվկիանոսային և մայրցամաքային տեկտոնական սալերը։ Օվկիանոսային սալը մխրճվում է մանտիայի մեջ, վերբարձրացնելով մայրցամաքային սալը և առաջանում է հրաբուխ։ Երրորդ տարբերակ, երբ հանդիպում են երկու օվկիանոսային սալեր, մեկը մխրճվում է մանտիայի մեջ և առաջացնում է խորը իջվածքներ, ինչպիսին է Մարիանյան իջվածքը։ Սալերը կարող են իրարից հեռանալ և միացմամբ կարող են վեր բարձրանալ, առաջացնել նոր երկրակեղև։ Այդպես են առաջանում ստորջրյա լեռնաշղթաները, օրինակ Ատլանտյան օվկիանոսի լեռնաշղթան։ Սալերի շարժման հաջորդ ձևը, երբ սալերը իրար հակառակ ուղղությամբ են շարժվում, առաջացնելով լարվածություն, ցնցումներ, որի հետևանքով տեղի է ունենում երկրաշարժ։ Այսօր մայրցամաքները շարունակում են շարժվել, բայց այդ շարժը շատ դանդաղ է և աննկատ։ Գիտնականները կանխատեսում են, որ միլիոնավոր տարիներ հետո Պանգեյը նորից միանալու է, նույնիսկ նոր անուն են հորինել՝ Սուպեր ուլտրա Պանգեյ։ Այսօր տեկտոնական սալերի տեսությունը ամենակարևոր տեսություններից է, որը տալիս է ճշգրիտ պատկերացում երկրի կառուցվածքի և շարժի մասին։ Ճշգրիտ բացատրում է, թե ինչպես են տեղի ունենում երկրաշարժերը և հրաբուխները։ Այժմ դուք էլ գիտեք այս ամենը։ Հուսով ենք, որ նյութը հետաքրքրեց ձեզ։ Այն պատրաստել են Երևանի համար 134 դպրոցի 7-րդ A դասարանի աշակերտները։